Պարոն Քոչարյան, մտավախություն չունեք, որ Հովիկ Աղազարյանից հետո հաջորդը կլինեք օրինակ դուք։ Ոչ։ Ինչու այդքան վստահ եք, պարոն Քոչարյան։ Դե գիտեք ինչ։ Դուք տվեցիք հարց ուղիղ, ես տվեցի ուղիղ պատասխան։ Ես ձեր թույլտվությամբ հիմա կարող եմ մի պնդում անեմ, օրինակ մտավախություն չունեք, որ գլխավոր դատախազը կգա։ Կարդացի, որ դուք պետք է բոյկոտեք ինձ, ինչ չեք բոյկոտում։ Բոյկոտեցինք։ Այսօր։ Երեք։ Այսօր էլ բոյկոտ չկա։ Շարունակվի, Դե լավ։ հետևեք իրադարձությունների զարգացմանը, պարոն Քոչարյան։ Պարոն Քոչարյան, դուք լինելով Պաշտպանության հանձնաժողովի նախագահ, բայց այդ որդին բանակում չի ծառայել։ Այդ աշկիտ է երևում։ Դու լավ չգիտես։ Ես ոչ, պաշտոնական տվյալները կոնկրետ Հրապարակ եք եւ այո, մեծ տղաս ազատված եղել գիտնական տղաս, իսկ փոքրս պատերազմ անցել։ Իսկ ձեր երեխան անցել է պատերազմ։ Իմ երեխան 5 տարեկան է։ Ոչինչ, 10 տարի հետո, 15 տարի հետո ինքը կան։ Հիմա ձեր գիտնական Ես ասում եմ, խնդրում եմ բան արեք։ Հանձնագործություն արեք։ Խնդրում եմ մի խոչընդոտեք։ Ինչ խնդիր կա, ձեր գիտնական տղան հետագայում դուք արդեն ԵՊՕ Պաշտպանության հանձնաժողովի նախագահն եք, ձեր որդին, պարոն Քոչարյան, արդեն առողջական խնդիրների հիմքով։ Ո՞նց եղավ դա։ Ու դուք կարող եք հետաքրքրվել, որպես լրագրող հարցում անել, ճշտել, նայեք ձեր սեփականատերը ինչպեսին Թագուհի Թովմասյանն է, ինքը որպես պատգամավոր։ Խնդրում եմ ինքը սեփականատերը չի, Բա ինչա տերը։ հիմնադիրն է, տնօրենը ես եմ ՍՊ-ի, պարոն Քոչարյան։ Այո, պարոն Քոչարյան, հիմա ձեր թույլտվությամբ խնդրում եմ պատասխանեք իմ հարցին։ Խնդրում եմ մի այսպես։ Այլևս դուք գիտնական է թե բանակին ոչ պիտանի։ Ինքը երկրին, մեր երկրին պիտանի մարդ է եւ շատ պիտանի է, ավելի պիտանի։ Ախ, կարդացեք իր տեխնացուականը եւ կարդացեք իր PhD-ին այլ երկրում։ Փաստ է մեկ բան, որ դուք լինելով Պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ձեր որդին բանակում չի ծառայել։ Մեկ անգամ։ Իմ որդին անցել է պատերազմ, իսկ դուք եւ ձեր բարեկամները հաստատ ոչ միտեղ չեք եղել։ Մտավախություն չունեք։